Խորհուրդ ծնողների էջն է մեր եթերում, ինչ թեմային անցնել է հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը։ Բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe տակդիր վարտիքները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք կամ այլ գրգռող նյութեր, պատրաստված են բնական կոնցեպտով եւ ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը ողջ օրվա ընթացքում։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր խոսելու ենք լսողության խանգարումներից, արդեն ձեռքբերովի տեսակները, մասնագետը կլուսաբանի ինչպես են ձեռքբերվում այս խանգարումները, ինչ ռիսկի գործոններ կամ պատճառներ կան եւ իհարկե ինչպես վարվել, եթե երեխայի մոտ կյանքի ընթացքում զարգացել է լսողության այս կամ այն խանգարումը։ Իմ այսօրվա հյուրն է Շենգավիթ բժշկական կենտրոնի քիթ կոկորտականջաբան, աուդիոլոգ եւ լսողության խոսքի վերականգնման ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Արմինե Մարտիրոսյանը։ Ողջույն բժիշկ Մարտիրոսյան։ Եկեք խոսենք այն մասին, հիմնականում ինչքան է տարածվածությունը մանկական հասակում ձեռքբերովի լսողության խանգարումների եւ ինչ պատճառներով են դրանք տեղի ունենում։ Բնածին լսողության խանգարումները նորածնային շրջանում ըստ միջազգային տվյալների 1000 երեխայից 3-ը ունենում է, որոնցից մեկը տառապում է խլությամբ։ Բայց կյանքի ընթացքում մեր առօրյայում բազմաթիվ գործոններ կարող են ազդել լսողական օրգանի վրա եւ բերել ծանրալսության։ Այդ գործոններից են հիմնականում հանդիսանում ինֆեկցիաները, գրիպը, մենինգիտը, սեպսիսները, դեղորայքները, որոնք ընդունում են ամինոգլիկոզիդային շարքի անտիբիոտիկները, դիուրետիկները, ոչ ստերոիդային հակաբորբոքային նյութերը, աղմկոտ միջավայրը, տրավմաները, ակուստիկ տրավմաները, ինչպես նաև ականջակալները, երբ որ երեխաները հատկապես բաց են մնում ծնողի հսկողությունից, չեն լսում ու բարձր նրանց հաճելի է դա, բարձր են լսում եւ հիմնականում խոսքը 40-ից 60 դեցիբել է։ Դրանից ավել արդեն ինքը աղմկային ֆոն կարող է անցնել ու վնասել ներքին ականջը, որը արդեն բերում է ծանրալսության։ Այս դեպքում ձեռքբերովի ծանրալսությունները լինում են սուր, ենթասուր եւ քրոնիկ։ Սուրը միջև 1 ամիս է, 1 ամսից միջև 3 ամիս ենթասուր, 3-ից հետո արդեն դա քրոնիկը, որը հիմնականում բուժման չի ենթարկվում։ Հիմնականում բուժման է ենթարկվում, եթե հիվանդը դիմում է առաջին 10 օրը։ Այդ պատճառով, եթե ինչ-որ խնդիր կա, պետք է վաղ դիմել, որպեսզի մենք կարողանանք վերականգնել։ Հակառակ դեպքում կայուն ծանրալսություն եք ունենում եւ այդ դեպքում արդեն դիմում ենք սարքերին։ Փաստորեն հուսադրողը ինֆորմացիան այստեղ այն էր, որ հիմնականում ձեռքբերովին, ինչպես ես հասկացա, ավելի արագ, ռեակտիվ եւ ավելի ակնհայտ է զարգանում, չէ՞, որ այնպես չի, որ չեն նկատում, ուղղակի միգուցե մտածում են, որ կվերականգնվի։ Ստացվում է, որ այս սուր վիճակները, որոնք դուք թվեցիք, շատ կարեւոր է առաջին իսկ 10 օրում անմիջապես դիմել բժշկի ու չսպասել, որովհետեւ եթե 3 ամսյա շեմը հատեցինք, հետո կարելի ասել գրեթե որևէ միջոց չի օգնի։ Այ խոսենք այն մասին, ինչպիսի միջոցներ կան այդ մոտակա 3 ամսվա ընթացքում, ինչ է կիրառվում այդ ժամանակ, արդյոք կարող է առաջնային պատճառը վերացնելուց հետո կամ կան դեղամիջոցներ, որոնք կարող են ձեռքբերովի ծանրալսությունը շտկել։ Ճիշտ եք ասում, ամենաառաջինը պետք է մենք վերացնենք գործոնը եւ ազդենք այդ գործոնի վրա, եթե դա վիրուսի կամ ինֆեկցիայի հետևանքով է, բուժենք այդ ինֆեկցիան կամ վիրուսը։ Եթե դա ականջակալների միջոցով է, պետք է բացառել։ Եթե երեխան երկարատև գտնվում է աղմկոտ միջավայրում, պետք է դա բացառել։ Առաջինը գործոնի վերացումը։ Երկրորդը ներողություն եմ խնդրում, բժիշկ Մարտիրոսյան, շատ հաճախ կարող ենք նկատել, որ օրինակ համերգներին շատ ծնողներ չեն վարանում, փոքրիկների նորածին են կամ մի քանի ամսեկան հասակում են տանում, արդյոք կա այդտեղ շեմ, որ հասակից կարելի է երեխան աղմկոտ թեկուզ եւ շատ մշակութային հաճելի միջոցառում է, բայց որ շեմն է եւ ժամանակն է, որ դա տեղին չէ։ Այո, եթե 70 դեցիբելից ավել է այդ աղմկային շեմը, դա արդեն վտանգ է ներկայացնում մարդու լսողության խաթարման համար։ Ներկայիս մեր ռեստորաններում, ակումբներում շատ բարձր երաժշտություն է, որը ուղղակի, այսպես ասեմ, որ այցելուն չի այդքան նկատում, որտեվ դա իրեն դուր է գալիս, բայց հետագայում ես ունեցել եմ հիվանդներ, որ առավոտյան արթնացել են արդեն ծանրալսությամբ,
աղմկով եւ հիմնականում ասեմ շատ դժվար է ենթարկվում բուժման։ Պետքա ճիշտ ժամանակին, ճիշտ դեղամիջոցներով սկսենք, բայց միևնույնն է, եթե այնպիսի վնասում է գնացել, օրինակ ասենք իշեմիկ, հեմորրագիկ, այդ լսողության բջիջներում, դրանք հիմնականում չեն վերականգնվում։ Այո, անդառնալի է։ Այստեղ հարցը ոչ միայն փոքրիկներին է, այլ նույնիսկ մեծահասակները կարող են։ Այո, նաև մեծահասակները, այո։ Խոսենք բուժման մոտեցումներից, այ դուք ասացիք, եթե դա տևում է, իսկ սովորաբար ցավոք մենք պրակտիկայում հենց էլ նկատում ենք, որ վաղուց արդեն 3 ամսվա շեմը անցել է, ու մարդ տեսնում է, որ բարելավում չկա եւ դիմում է ձեզ։ Ինչ եք դուք առաջարկում, ինչ կասեք այս սարքերի մասին, ինչքանով են դրանք էֆեկտիվ։ Այո, կախված ինչ տեսակի ախտորոշում ունենք, եթե վիրահատական է, այսինքն թմբկաթաղանթն է պատրվել կամ ոսկրային շղթան է վնասվել, այդ դեպքում վիրահատության ենք դիմում։ Իսկ ներքին ականջի վնասման ժամանակ արդեն միանշանակ միայն լսողական սարքերի միջոցով։ Եթե ունենք մինչև 3-րդ աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, մեզ օգնության են գալիս մեր լսողական սարքերը, որոնք այժմ բարձր տեխնոլոգիայով են արտադրվում, շատ հարմարավետ են, խոսքը հասկանալի, աղմկոտ միջավայրում ավտոմատ են աշխատում եւ փոխում են հարմար լինի հիվանդին եւ խոսքը հասանելի։ Իսկ եթե խլություն կամ 4-րդ աստիճան, այսպես ասած, ծանրալսություն, մենք դիմում ենք կոխլեար իմպլանտացիայի եւ իմպլանտը ունենք ներքին հատված ու արտաքին, ներքինը վիրահատության միջոցով ենք տեղադրում խխունջի մեջ, իսկ արտաքինից երևում է միայն խոսակցական պրոցեսորը։ Եվս մի հարց, որ շատ հեռուստադիտողների հուզում է, շատերը հարցում են աղմուկ խշշոցը։ Իհարկե առաջին հարցը, որ կարծում եմ մասնագետը կտա, ծանրալսություն ունես թե ոչ։ Ինչ անել են դեպքում, եթե մարդ ունի ծանրալսություն եւ աղմուկ, արդյոք սրանք զուգահեռ են եւ արդյոք ապարատը դնելով խշշոցի հարցն էլ կլուծվի թե ոչ։ Այո, տինիտուսը առօրյայում կազմում է մեծ խնդիր։ Այս հիվանդությամբ դիմելությունը բավականին բարձրացել է եւ բուժման արդյունավետություն չենք ունենում, քանի որ ուղղակի ամբողջ աշխարհում դեռ այս խնդիրը քննարկման մեջ է գտնվում։ Սակայն արտադրվում են լսողական սարքեր, որոնք կոչվում է balance tinnitus, որոնք ճնշում են այդ աղմուկը եւ հիվանդը չի զգում իր այդ աղմուկը, իրականում աղմուկը կա, բայց ինքը չի զգում եւ դրա հետ մեկտեղ բարձրանում է նաեւ լսողությունը հիվանդի, այսինքն նա խոսքը լավ լսում է, հասկանում է եւ աղմուկը չի զգում։ Սարքերի մեջ այդպիսիները կան, որոնք այս դեպքում հարցը լուծում են, բայց իրականում մենք աշխատում ենք նյարդաբանների հետ համատեղ, ունենում ենք հիվանդներ, որ այո, բավականին թուլանում է աղմուկը, ավելի տանելի է դառնում, բայց իրականում լինում են հիվանդներ, որ շատ բարձր է այդ աղմուկը, անտանել, նույնիսկ հոգեկան ապրումների մեջ են նրանք հայտնվում, որը իրոք մեծ խնդիր է այժմ։ Համաձայն եմ, շնորհակալ եմ շատ հետաքրքիր ինֆորմացիայի համար, հիշեցնեմ, որ մենք խոսեցինք լսողության խանգարման ձեռքբերովի տեսակների մասին, հասկացանք, որոնք կարող են լինել այդ ռիսկի գործոնները, որ շեմն է, որ օրինակ 3 ամսվա շեմը, որ կարող է հատել եւ վերածվել քրոնիկ խանգարման, որը արդեն դժվար է շտկել հատկապես որևէ դեղորայքային կամ այլ կոնսերվատիվ բուժում հնարավոր չի առաջարկել եւ իհարկե խոսեցինք, որ միևնույն է անգամ եթե այդ շեմը հատել ենք, կարելի է օգտագործել լսողական սարքեր, որոնք անգամ ունեն այդպիսի հատկություն, ինչպես մասնագետը նշեց, աղմուկ կամ տինիտուս բալանսավորող հատկություն, ինչու՞ չէ նաև ազատվել տհաճ աղմուկից եւ բարելավել կյանքի որակը։ Հուսամ, որ այս հատվածը ձեզ համար հետաքրքիր էր, իսկ ես հիշեցնեմ մեր գործընկերոջը, բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe վարտիկ տակդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելի կամ այլ գրգռող նյութեր, պատրաստված են բնական կոնցեպտով եւ ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունը ողջ օրվա ընթացքում։ Կարող եք գտնել բոլոր դեղատներում։ Այս պահին այսքանը, գնացինք առաջ։